Ուրեմն թանկագիններ ջան, մեր կյանքի ամբողջ նպատակը նայա ում մասին այսօր պիտի խոսենք։ Մեր կյանքի ամբողջ ընթացքը հենց այդ անձնավորությունն է։ Եթե ինքը չլիներ, մենք այսօր որևէ մեկս չէինք լինի ներկա։ Ամբողջ Սուրբ Գիրքը, երբ որ մենք ուսումնասիրում ենք, մենք տեսնում ենք, որ Ծննդոց գրքից մինչև Հայտնության գիրք կա մի գեղեցիկ գիծ։ Եվ այդ գեղեցիկ գիծը խոսում է Փրկչի մասին, մեր Տեր Հիսուս Քրիստոսի։ Մենք ինքներս քրիստոնյաներ ենք։ Եվ այդ անունը իզուր չենք կրում, որովհետև մենք սիրեցինք Քրիստոսին, մենք ընդունեցինք իրեն եւ իրենով ապրում ենք ու փառք իրան հավիտյանս հավիտենից։ Ուրեմն այն ինչի մասին պիտի խոսենք, անհնարին է, որ Քրիստոսի ամբողջ բովանդակությունը նկարագրի եւ բացահայտի։ Աստծո մասին մենք կարող ենք խոսել հավիտենականություն, ճանաչել, ընկալել եւ հավիտյանս հավիտենից այդպես տևի եւ երբեք դա չվերջանա եւ մենք չդադարենք Տիրոջը ճանաչելուց։ Եվ նույն Հիսուս Քրիստոսը Աստվածության երկրորդ անձնավորությունը լինելով, իրեն էլ մենք պիտի ճանաչենք հավիտյանս հավիտենից։ Ժամանակը հերիք չի, որ մենք ճանաչենք ընդհանրապես, թե ինքը ինչ է արել, ինչպես է արել, եւ մենք եկել ենք ում ներկայության մեջ թանկագիններ ջան։ Եթե որևէ վարքյան մենք կարողանանք Աստծուն սահման դնել, դա կնշանակի, որ մենք գործ ունենք ոչ թե անսահման Աստծո հետ, այլ ինչ որ մի հատ սահմանափակ էակի հետ, որի հետ անգամ քայլելը հետաքրքիր չի։ Ես ձեզ ասեմ մի օրինակ, որը մենք Սուրբ գրքում ունենք, մեր եղբայր Ենովքը, ինքը 65 տարեկան էր, որ ճանաչեց Տիրոջը, 65 թանկագիններ ջան։ Այսօրվա 65 տարեկան մարդիկ արդեն բավականին տարիքի մեջ են։ Ինքը 300 տարի դրանից հետո քայլեց Աստծո հետ։ 365 տարեկանում գրված է ինքը էլ չեղավ։ Աստված իրեն հրաշալի ձևի վերցրեց երկրի վրայից։ 300 տարի ինքը քայլեց։ Թանկագիներ մարդ կա 300 տարի, եթե ապրի կասի ես հոգնեցի այս կյանքից։ Բա դու պատկերացնում ես 300 տարի քայլես եւ չհոգնես այդ էակի հետ։ Մի հետաքրքիր պատմություն կա Ենովքի գնալու հետ կապված։ Ուրեմն ասում են ամեն անգամ երբ Ենովքը Տերոջ հետ դուրս էր գալի, ավելի եւ ավելի իր տանից հեռանում էր։ Եվ մի օր այնքան հեռացավ, որ Տերը ասեց իմ բնականը ավելի մոտ է, քան քոնը, բեր գնանք իմ բնակարանը։ Եվ Ենովքը եւ Տերը մտան երկնային արքայություն։ Փառք Հիսուսին։ Մեզանից ամեն մեկը Քրիստոսով ունի այդ պատիվը եւ ողորմությունը եւ շնորհը մտնել երկինք։ Եվ մենք հենց այսօր պիտի ուսումնասիրենք իրեն, Հիսուս Քրիստոսին։ Դրա համար խնդրում եմ գրեք Քրիստալոգիա դաս առաջի։ Ով կասի, թե Քրիստալոգիա անվանումը ինչ է նշանակում։ Գիտություն Քրիստոսի մասին կամ խոսք Քրիստոսի մասին։ Լոգիա բառը անցել եք, չէ՞, երևի աստվածաբանության մեջ լոգոս բառն, այո։ Ուրեմն ես նախորդ ձեզ ուզում եմ զգուշացնեմ, որ ես նախ շատ հարցեր եմ տալու, պատրաստ եղեք, խնդրում եմ, որ ուշադիր լինեք։ Երկրորդն էլ ես կարող է ինչ-որ բանում ձեզ շեղեմ, թանկագիններ ջան։ Ինչ-որ բան ասեմ, ու ինձ հետաքրքիր է ձեր արձագանքը։ Եթե չարձագանքիք, ուրեմն քնած եք, ես դասը ապարդյուն եմ անցկացնում։ Ուրեմն, Yeshua ha-Mashiach, Yeshua ha-Mashiach, Հիսուս Քրիստոս, Հիսուսը անունն է, իսկ Քրիստոսը ով կասի, ազգանուն է, չէ երևի, չէ, Հիսուս Քրիստոս, Վահե Սարգսյան։ Բաբուլի դուդարումը Քրիստոս Հիսուս։ Հա, վեկարեղ մի Սարգսյան վա, հենց տարբերություն։ Համաձայն եք իմ հետ, որ Հիսուսը անունն է, Քրիստոսը ազգանունը։ Ոչ թանկագիններ չեն։
Քրիստոսը դա այն է, ինչի մասին մենք մի քիչ ուշ կխոսենք, բայց դա ազգանուն չի երբեք։ Եշուա նշանակում է Յահվեն փրկում է, խնդրում եմ գրեք ձեր մոտ։ Երկու մասից է բաղկացած այս բառը։ Շատ մարդիկ թարգմանում են որպես Եհովան փրկում է, բայց Եհովա բառ չկա սուրբ գրքում։ Ցավոք սրտի հին աստվածաշնչերում Եհովա է թարգմանած, բայց նոր հետազոտությունները ցույց են տալի, որ այն 4 տառը, որը մենք անվանում ենք տետրագրամատոն, յոթ հեյ վավ հեյ տառերը, ավելի մոտ են Յահվե անվանվան։ Եվ մենք դա տեսնում ենք Սուրբ գրքի մի քանի բառերից, օրինակ ալելույա բառը։ Ով կասի ալելույա ինչ է նշանակում։ Փառք Տիրոջ։ Եբրայերեն այն երկու մասից է բաղկացած՝ ալելույա, այսինքն փառք Յահվեին։ Պարզ է։ Մենք շատ ժամանակ հրեաներին հարցնում ենք, ասում ենք. լավ, Տիրոջ այդ սակրալնի անունը ո՞նց է հնչում, էլի։ Հրեաները ասում են, մենք այդ անվան հնչեղությունը կորցրել ենք, բայց իրականության մեջ չենք կորցրել։ Այդ անվան հնչեղությունը թաքնված է շատ բառերի մեջ։ Օրինակ Իլյահու անվան մեջ, Իլյահուն Եղիան է, Եղիան, Իրմիյահու Երեմյան է, օրինակ Ալելույա։ Այդ վերջաբանը այդ անունների հենց ցույց է տալի Տիրոջ իրական անունը եւ Եհովա չի, դա Յահվե է, պարզ է։ Գնացինք առաջ, ուրեմն Եշուան էլ նույնպես բաղկացած է երկու մասից։ Երբ մենք Մատթեոս ավետարանը կարդում ենք, ասում է փրկիչ ծնվեց, Ղուկասը փրկիչ ծնվեց։ Ուրեմն երկու նշանակություն ունի այս բառը, Յահվեն փրկում է։ Շատ ժամանակ որոշ աղանդներ ասում են Տերը չի խաչվել, բայց հենց անունը ցույց է տալի, թե ով է եկել աշխարհ։ Սրա մասին մենք դեռ կխոսենք։ Ուրեմն եբրայերեն Եշուա հա Մաշիախ։ Հուներեն Եսու Քրիստո։ Ինչի հունարենում այս անունը փոխվում է։ Իրականում չի փոխվում, թանկագիններ ջան։ Իրականում մեկ խնդիր կա, որ հույները շետար չունեն, եւ այն ինչ որ պիտի հնչի որպես շե, իրենք արտասանում են ս տառով։ Դրա համար Եշուան դառնում է Եսուա։ Պարզա։ Հա Մասիախ կամ Քրիստո Մասիախ չի։ Եշուա Քրիստո։ Հա այս հա մասնիկը որ կա Եշուա հա Մաշիախը, եբրայերենում ինքը հետաքրքիր մի ուրվագիծ ունի, ինքը ցույց է տալի, որ կոնկրետ այդ անձնավորությունը ում անունն է Եշուա, հենց ինքն է այտոյցյալը։ Պարզ է։ Դրա համար սկզբում ավելացնում են հա Մաշիախ, հենց այտոյցյալը։ Պարզ է։ Ուրեմն գնացինք առաջ։ Հայերենում բնական է հնչում է որպես Հիսուս Քրիստոս։ Ուրեմն Մաշիախը այդ անունը նույնպես եբրայերեն է եւ նշանակում է օծյալ։ Մաշիախներ շատ մաշիախներ են եղել Իսրայելում։ Օրինակում ենք մենք որպես Մաշիախ ճանաչում, որպես օծյալ։ Թագավորները, էլ մարգարեները, այո, էլ քահանա պետերը։ Այս 3 խաբը, որ դուք թվարկեցիք, Տերը շատ օրհնի ձեզ, այս 3-ն էլ կրում են օծություն իրենց վրա, եւ որևէ մեկը, եթե այդ օծությունը չունենար, իր ծառայությունը հաստատված չէր։ Երբ Հիսուսը եկավ աշխարհ, իր ծառայությունը ինչպես հաստատվեց, երբ որ ինքը 30 տարեկանում սկսեց ծառայել։ Ով կհիշի։ Մկրտվեց եւ իր վրա իջավ Սուրբ Հոգին։ Ամեն։ Ուրեմն ցույց տվեց, որ ինքն է հենց այդ Մաշիախը։ Գնացինք առաջ։ Ուրեմն խնդրում եմ գրեք առաջի ենթավեռնագիրը կամ վերնագիր կարող եք գնել հավիտենական գոյությունը լոգոսի երրորդության մեջ։ Ասեմ, որ այս նյութը ես հնարավորինս թեթևացրել եմ, հեշտացրել եմ, բայց մեջը բավականին տերմինոլոգիա կա,
եւ եբրայերեն եւ հուներեն, դրա համար խնդրում եմ չլարվեք, ես կաշխատեմ ձեզ ամենը բացատրեմ, լավ։ Ուրեմն լոգոսի գոյությունը հավիտենականության մեջ Աստծո երրորդության շարքերում կամ մեջ կարող եք գրել։ Թանկագիններ ջան, ես ինքս ռուսախոս եմ, ինձ համար մի քիչ բարդ է հայերեն խոսել։ Եթե ինչ-որ խնդիր կլինի, խնդրում եմ ասեք, ես ռուսերեն ասեմ, դուք թարգմանեք, լավ, որ ավելի լավ լինի, էլի, որովհետև ես շատ գրագետ հայերեն չեմ խոսում։ Հովհաննես առաջի գլուխ առաջի խոսքը։ Սկզբում էր բանը, եւ բանը Աստծո մոտ էր, եւ բանը Աստված է։ Երբ որ մենք հայերենում կարդում ենք բանը, հուներենում գրված է լոգոս բառը, որովհետև լոգոսն է արխեն։ Արխեն սկզբից, սկզբում է բանը։ Հայերեն բան բառը հետաքրքիր բառ է շատ, բայց ռուսերենում եւ այլ թարգմանություններում ներառյալ հուներեն թարգմանության մեջ, քանի որ դուք գիտեք, որ նոր կտականը գրվել է կոյնե լեզվով, հուներենով, խոսակցական լեզվով, այնտեղ օգտագործված է հենց լոգոս բառը, որը ինչ է նշանակում։ Ով կասի, խոսք, բայց ինչպիսի խոսք։ Այս խոսքն է, որ ես ասում եմ հիմա։ Ինչպես։ Ներկայում ասվող խոսքը, էլ ինչ։ Ճշմարիտ խոսքը։ Հավիտենական խոսքը։ Այն ինչ որ դուք ասում եք գերազանց է եւ շնորհակալ եմ, որ մասնակցում եք։ Մենք ունենք խոսք արտահայտող մի քանի բան հուներենով, օրինակ գրված խոսքը գրաֆե է գրվում, գրաֆե, գրված խոսք։ Օրինակ ամեն բան իր մեջ պարունակող խոսքը գրվում է որպես լոգոս, իսկ հայտնությունը այդ խոսքի գրվում է որպես ռեմա, բացված խոսք, պարզը։ Հիմա Հիսուսը գրաֆեն չի, գրված խոսքը չի, և ռեման էլ չի, ինքը ամեն բան իր մեջ ընդգրկող խոսքն է։ Դրա համար երբ ասում ենք սկզբում էր խոսքը, և խոսքը Աստծո մոտ էր, և խոսքը Աստված էր, դա չի նշանակում, որ Աստված մի օր խոսեց և այդ խոսքը առաջացավ։ Դա նշանակում է, որ ինչքան կա Աստված իր երրորդությամբ, այդքան Աստվածության երկրորդ անձը եղել է և նա բացվել է մեզ համար որպես լոգոս։ Պարզ է։ Նույն բառը եբրայերեն գրվում է որպես մեմրա, խնդրում եմ գրեք, մեմրա։ Հուներեն լոգոս, ամեն բան իր մեջ ընդգրկող, եբրայերեն մեմրա։ Ուրեմն լոգոսը ինչպես մենք նայեցինք, իր մեջ ամեն բան ընդգրկող խոսքն է։ Այս խոսքը շատ է կիրառվել հունական դիցաբանության մեջ, փիլիսոփայության մեջ, բայց Աստվածաշնչում այն կիրառվում է որպես ամեն բան իր մեջ ընդգրկող խոսք։ Ինչու եմ ես անընդհատ այս միտքը շեշտում, որ Հիսուսը իր մեջ ամեն բան ընդգրկող խոսքն է։ Որովհետև առաջինը իրենով է արարված ամբողջ տիեզերքը, տեսանելի և անտեսանելի աշխարհը։ Ամեն։ Իրենով է ստեղծված, սկզբում Աստված ստեղծեց երկինքը, այո, Շամայիմը երկինքը և Խայերեցը երկիրը, պարզ է, ուրեմն երբ որ, կամ երեց կամ արեց, նայած ով ոնց արտասանում, հիմա կարող ենք նայել արեց, կարող ենք նայել երեց, էական չի, էականը այն է, որ Աստված սկզբում ստեղծում է երկինքը և երկիրը, շատ հետաքրքիր է։ Շատ մարդիկ աստվածաբաններ հանգնում են այն մտքին, որ երբ խոսքը գնում է Աստված ստեղծեց երկինքը, խոսքը գնում է հոգևոր աշխարհի մասին, ոչ թե նյութական աշխարհի մասին, որովհետև հետագայում ներքևի համարներում մենք կարդում ենք, որ Աստված երկինքն է արարում ֆիզիկական աշխարհի եւ երկինքը զատում է ջրի վերևի ջրերից, ներքևի ջրերից, այդ երկինքը զատում է այդ երկու ջրերը։ Ուրեմն մինչ այս ֆիզիկական երկինք արարելը լոգոսը կամ մեմրան արարում է
հոգևոր աշխարհը, հոգևոր աշխարհում ինչ կարել էր արարել օրինակ։ Օրինակ հրեշտակներին։ Այո։ Օրինակ աննկարագրելի մի արքայություն, որը Տերը ամենասկզբից մեզ համար պատրաստել է։ Ամենասկզբից։ Օրինակ իմ եւ քո համար ինչ է պատրաստել։ Ինչ։ Բնակարան, բայց շատ քիչ եք ասում։ Երկնային Երուսաղեմն է պատրաստել իմ եւ քո համար։ Ամենասկզբից։ Եվ դեռ Աբրահամը այս քաղաքը տեսել էր։ Այս քաղաքի փայլը Աբրահամը քանի հազար տարի առաջ է ապրել, բայց ինքը տեսել էր այս քաղաքի շքեղությունը։ Հովհաննես 1:3 խնդրում եմ գրեք, նրանով ամեն բան եղավ եւ առանց նրա որևէ բան չսկսեց լինել ինչ որ եղավ։ Այս նրանով ասվածը թանկագիններ ջան վերաբերվում է ում։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Կողոսացիս 1:16-17, որովհետև նրանով է ստեղծված ամեն բան երկնքում եւ երկրի վրա, տեսանելին եւ անտեսանելին, տեսնում եք, սկզբից Աստված ստեղծեց երկինքը եւ երկիրը, տեսանելին եւ անտեսանելին, անտեսանելին, ես ասեցի, հոգեվոր աշխարհն է, տեսանելին որն է, տեսանելին այս անծայրածիր տիեզերքն է, թանկագիններ ջան, որ ուղղակի մարդը չի կարողանում հասկանա, այս մի ծայրից այն ծայրը քանի լույսային տարի է պետք, որ մարդը անցնի։ Մենակ մեր գալակտիկան, ես չգիտեմ գալակտիկան հայերեն ոնց է, գալակտիկա հենց, անսահման մեծություն ունի, Մլեչնի Պուտ է կոչվում մեր գալակտիկան, թանկագիններ ջան։ Իսկ մեր աստղային համակարգը բաղկացած է արևից եւ 9 մոլորակից, որից երրորդը որն է։ Մենք ենք, երկիրն է, Փառք Հիսուսին։ Ուրեմն ֆիզիկական աշխարհը, այս ճշգրտությունը, այս գեղեցկությունը, որ երբ դու բարձրացնում ես քո աչքերը ու նայում ես երկնքին ու ասում ես Աստված իմ, այս ինչ շքեղություն է։ Այս ամեն բանը արարել է մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Ուրեմն ինքը արարիչն է։ Երկրորդը, ինքը բոլոր աստվածային հատկանիշները իր մեջ ընդգրկում է, ռուսեն կոչվում է «Он обладает всеми атрибутами Бога». Իր մեջ ընդգրկում է բոլոր աստվածային հատկանիշները։ Օրինակ, ինչ աստվածային հատկանիշ դուք կարող եք թվարկել, իմ թանկագին եղբայրներ քույրեր։ Սիրտ։ Սեր։ Շատ արտակարգ բան եք ասում։ Էլ։ Ողորմություն։ Սրբություն, այո։ Այո, ամենատեսություն, բերեք կանք ամենաներին, էլ, ամենազորեղ, Աբրահամը Աստծուն ինչպես անվանեց, եբրայերեն ինքը Աբրահամը Տերոջը անվանեց Էլ Շադայ, Բոքսիմագուշի, ամենակարող, ամենազոր Տեր, ինչու էր Աբրահամը անվանում Տերոջը այդպես, որովհետև Տերը ասել էր, ես քեզ զավակ պիտի տամ, Եվ երբ որ Աբրահամը 100 տարեկան էր, լրիվ չորացած վիճակում Աստված եկավ եւ Աբրահամին նորոգեց, Սառային նորոգեց եւ զավակ տվեց իրենց։ Եվ բոլորը տեսան, որ նա ով խոսում էր Աբրահամի հետ, իր կարողությանը սահման չկա։ Հասկանում եք։ Այս նույն հատկանիշները վերաբերվում են Աստվածության երկրորդ անձին, Լոգոսին, Մեմրային, Պարզա։ Եվ ոնց որ Հայր Աստված ունի ամենագետություն, մեր իմացած Հիսուս Քրիստոսը նույնպես ունի ամենագետություն։ Եթե ինքը ամենուրեք է, Աստված, ուրեմն մեր Տեր Հիսուս Քրիստոս Աստվածության երկրորդ անձը հանդիսանալով նույնպես ամենուրեք է։ Ամենան է։ Հուսամ, որ Աստվածաբանության դասի ժամանակ դուք ամենաները անցել եք, սրա վրա շատ չեմ կենտ, կամ ուզում եք թվարկեմ գրեք որոշները։ Հա, ուրեմն ամենակարողությունը, որքան Հայր Աստվածը եւ Սուրբ Հոգին ունի, նույնքան ունի Աստվածության երկրորդ անձնավորությունը, Լոգոսը։ Ամենագետությունը։ Թանկագիններ, երբ որ մենք ասում ենք ամենագետ, մեր տկար մարդկային ուղեղը ի վիճակի չի ընկալի սրա մեծությունը եւ խորությունը, մենք շատ սահմանափակ ենք մեր իմացության մեջ։
Միայն մարդու ուսումնասիրությունը մարդկանց հանգեցնում է այնպիսի բացահայտումների, որ բոլորի ծանոթը կախվում է, որովհետև մարդը միկրովսիլեննա է։ Մակրովսիլեննայի տիեզերքի բարդություն ունի։ Հասկանում եք։ Շատ լավ։ Ամենուրեկությունը եւ ինչպես դուք ասեցիք, սրբությունը, սերը, արդարությունը, ամենաարդարությունը, թանկագիններ ջան, որովհետև մարդկանց մեջ էլ կարող են արդարներ լինել, բայց ամենան պատկանում է միայն մեկ Տերոջը, Սուրբը։ Ուրեմն խնդրում եմ գրեք երկրորդ կետը, Քրիստոսի գոյությունը, ռուսերեն «Присуществование Христа», ոնց կարելի է սա հայերեն, Քրիստոսի նախագոյությունը, սենց բերեք գրեք, նախագոյությունը։ Այսինքն ես նկատի ունեմ, որ մինչև երկիր գալը իր գոյության մասին պիտի խոսանք, էլի, մինչև մարմնով բացվելը։ Ուրեմն, առաջինը, մենք գիտենք, որ Քրիստոսը հոր ծոցում թաքնված էր մինչև երկիր գալը։ Օրինակ, որ համարն է դրա մասին խոսում, ով կհիշի։ 100% գիտեք։ Այդ շատ ուժեղ ես ասում։ Հիսուս ինքը ասեց, չէ։ Հիսուս ինքը ասեց Հովհաննեսի բերանով, Հովհաննեսի 1:18-ում, 1:18-ում։ Խնդրում եմ գրեք Հովհաննեսի 1:18, Աստծուն որևէ մեկը չի տեսել։ Խոսքը ում մասին է գրում, երբ ասում են Աստծուն չի տեսել։ Հայր Աստծո մասին է խոսքը գնում, որ իրեն որևէ մեկը չի տեսել, բայց միածին որդին հոր ծոցում թաքնվածը հայտնեց իրեն։ Այլ թարգմանությունը հուներենի մեջ եւ սխալ թարգմանություն չի սա, մենք կարող ենք այս նույն համարը թարգմանել միածին Աստվածը, որ հոր ծոցում թաքնված էր, հորը հայտնեց։ Անձեռոցիկ ունենք։ Չէ, ստեղ կարտերի օրհնի ձեզ շատ։ Թանկագիններ ջան, եթե հարցեր կլինեն, անմիջապես ինձ կանգնացրեք, խելացի տեսքով, եթե չեք հասկանում, մի նստեք, մի անգամից կանգնացրեք եւ ավելի լավ է մի անգամից ճշտենք, քան թե ձեր մոտ սխալ հիմք առաջանա, որի վրա հետո ամբողջ բազիսը սխալ պիտի գնա առաջ։ Ուրեմն առաջի համարը, ինչպես ես ասեցի, որ ինքը հոր ծոցում էր, դա 1:18-ն է Հովհաննեսի։ Ուրեմն բերեք մի հատ նախ մեզ համար ճշտենք, այստեղ գրված է միածին որդին։ Ինչ է այս բառը նշանակում։ Արդյոք Աստված մի օր երկնքում Տեր ջանինցների այս բառի համար ծննդաբերեց Հիսուսին։ Արդյոք այս նշանակությունը ունի միածին հասկացողությունը, ինչպես եք մտածում։ Լրիվ ձեր հետ համաձայն։ Հեշտակների, ստեղծեց, չէ։ Այո։ Հիսուսին ծնեց, այսինքն Իրանից ծնվեց։ Ծնվեց։ Դե փաստորեն երկնքում ծննդաբերություն է։ Ծննդաբերություն ինքը ծնունդը առա։ Ահա։ Հիսուս Քրիստոսին։ Տերը օրհնի ձեզ շատ։ Ուրեմն խնդրում եմ գրեք մոնոգենես։ Մոնոգենես։ Այս բառը բաղկացած է երկու մասից, մոնո մի հատ է նշանակում, գենեզ իր գենեզիսի մեջ իր արմատի ակունքի մեջ։ Մոնոգենեզը բառացիորեն թարգմանվում է որպես միակը իր էության մեջ, անկրկնելին, ունիկալը։ Դրա համար, երբ որ Աստծո որդու նկատմամբ օգտագործվում է միածին բառը, դա չի նշանակում, որ ինքը մի օր ծնվել է, դա նշանակում է, որ ինքը անկրկնելի է։ Իրա նմանը չկա։ Պարզ է։ Մոնոգենես։ Ինչ է նշանակում մոնոգենեզը։ Չէ, մեր լեզվով։ Միածին։ Գնացինք առաջ։ Ուրեմն, մենք, երբ Հիսուսը եկավ աշխարհ եւ ծառայեց, սպանվեց, հարություն առավ, գնաց, իրենից հետո մի քանի աղանդ դուրս եկավ, որոնք սկսին վիճարկել Քրիստոսի ով լինելը, Աստված լինելը օրինակ, էլի։ Եվ ամենասարսափելի ընդդիմությունը կազմում էր մի անձնավորություն, որի անունը Արի էր։
Արիանոս Ալեքսանդրիայից։ Ալեքսանդրիան ինքը ընդհանրապես Եգիպտոսում եղած մի քաղաք էր եւ շատ հետաքրքիր քաղաք էր։ Այնտեղից ինչ աղանդ ու ինչ հիմար բան դուրս էր գալի Ալեքսանդրիայից։ Ամեն ինչ վնասում էր քրիստոնեությանը դուրս էր գալի Ալեքսանդրիայից։ Անկամ այն մագաղատները, որոնք վնասում են Աստվածաշունչը, դուրս են եկել Ալեքսանդրիայից։ Մենք ունենք երկու դպրոց՝ Ալեքսանդրիայի եւ Անտիոքիայի։ Անտիոքիայում ով էր ծառայում? Պողոսը, Բարնաբասը եւ իրենք ունեն շատ հզոր մի դպրոց, իրոք հզոր դպրոց։ Այդ դպրոցը ավետանեց այն ժամանակվա ամբողջ հեթանոս աշխարհը։ Ուրեմն այս Արիանոսը Ալեքսանդրիայից դուրս եկավ, մեկ է մի օր ինքը որոշեց, որ Հիսուս Քրիստոսը Աստված չի։ Ինքը առաջի ստեղծագործությունն է Աստծո։ Նման է, չէ՞, ինչ որ մի հատ ուսմունքի այսօր։ Որն է օրինակ։ Եհովայի վկաները, այո։ Եհովայի վկաների ուսմունքին նման է, որովհետև իրենք կակ պապուգայի կրկնում են նույն ինչ որ Արիանոսներ ասում։ Այդ ուսմունքի, ասեմ ձեզ, Արիանոսը շատ կիրթ անձնավորություն էր, արտակարգ տիրապետում էր եբրայերենի, հուներենի տարբերություն որոշ աստվածաբանների, իրոք մասնագետ էր սրանց։ Եվ ինքը առաջ քաշեց մի թեզ, որ Հիսուսը ոչ թե նույն էությունից է ինչ որ հայրը, այլ նման է այդ էությանը, որովհետև ինքը Աստծո առաջի ստեղծագործությունն է։ Մեծ վեճ եղավ եւ 325 թվականին տեղի ունեցավ աշխարհի ամենամեծ տիեզերական ժողովը, Նիկեո ժողով է կոչվում, որտեղ որ հավաքվել էին շատ քանակի երեցներ եւ եպիսկոպոսներ, եւ իրենք երկար ժամանակ, քանի ամիս քննարկում էին այդ հարցը։ Մի պահ Արիանոսի տեսակետներ հաղթում, մի պահ այս մի ճյուղի, որոնք ասում են, որ չէ, Քրիստոսը ստեղծագործություն չի, ինքը Աստված է։ Եվ ի վերջո Աթանաս անունով մի շատ կիրթ էլի, շատ ուղղադավան քրիստոնյա առաջ քաշեց այն թեզը, որ Հիսուսը երբեք չի արարվել։ Մենք ունենք միածնի գաղափարը, ինքը հոր մեջ ծնվել է։ Դրա համար իրեն անվանում են ըստ Աթանասի միշտ ծնված հոր մեջ։ Վեչնե ռождённый է կոչվում ռուսերեն։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Ժողովուրդ, եթե պարզ չի, կանգնացրեք, հարց տվեք։ Այսինքն այս միածին բառը, որ ես ձեզ բացատրեցի, իրանք հասկանում են ոչ թե միակ իր էության մեջ, այլ որ մի օր ինքը, չէ, ոչ թե մի օր, այլ ինքը միշտ հոր մեջ ծնված վիճակում եղել է։ Ոչ երբեք սկիզբ չունեցել, բայց այս միշտ ծնված լինելը իրանք չեն բացատրում, թե ինչպես է տեղի ունենում։ Այսինքն իրանք չեն ընդունում Արիանոսի տեսակետը, բայց ընդունում են, որ Հիսուսը հոր մեջ միշտ ծնված է եղել։ Այս տեսակետը ես էլ չեմ ընդունում, թանկագիններ ջան։ Հիմա ես կբացատրեմ ինչպես եմ հասկանում ես, որպեսզի ամեն մեկիս համար պարզ լինի, որ որևէ մեկը չմտածի, որ տիեզերքում Աստված ծննդաբերել է։ Դա անհեթեթություն է, թանկագիններ ջան։ Ես ինչպես ասեցի, ուրեմն Հիսուս Քրիստոսը միածին է, բայց միածին է ոչ թե նրա համար, որ ինքը ծնունդ է առել, այլ որովհետև մոնոգենեզ է, միակը իր էության մեջ է։ Պարզ է։ Հիմա կասեք, այ եղբայր, եկել էստեղ բաներ ես խոսում, առաջի դարի երեցները սենց էին հասկանում, դուք եկել եք ուրիշ բաներ եք ասում, ասեմ ձեզ թանկագիներ ջան։ Վերջի դարերի եկեղեցին ունի շատ խորը հայտնություններ, այնպիսի հայտնություններ, որ ունեցել է առաջի դարի եկեղեցին, բայց հետո միջին դարերում այդ հայտնությունները կորել է։ Հիմա մեր օրերում Աստված այս հայտնությունները նոր ձևի բացում է եւ բերում է ի հայտ, եւ վաղճանաբանության հետ կապված, եւ Աստծո էության հետ կապված, եւ մասնավորապես Քրիստոսի էության հետ կապված։ Պարզ է։ Գնացինք առաջ։ Խնդրում եմ գրեք։ Ամեն արարածից շուտ ծնված, այսպիսի ենթավեռնագիր գրեք։ Ամեն արարածից շուտ ծնված, սա ամենաբարդ մասերից մեկն է, խնդրում եմ շատ ուշադիր եղեք,
Եթե պարզ չլինի, հարց կտակ։ Կողոսացիս 1:15, որը անտեսանելի Աստծո պատկերն է, ամեն արարածից շուտ ծնվածը գրված է։ Հետաքրքիր արտահայտություն է։ Այմար Բամիարյանոս այս համարի վրա հենվելով ճիշտ չի ասում։ Կամ Հայտնության 3:14-ը Լաոդիկիայի հրեշտակին գրի, այսպես է ասում ամենը, հավատարիմ վկան, ճշմարիտը, Աստծո արարչագործության սկիզբը։ Սա ում մասին է։ Ում մասին է։ Հիսուսի մասին է։ Բայց Փաստորեն Արիանոսը ճիշտ է, էլի։ Ստե գրած է արարչագործության սկիզբը, այնտեղ է գրված է ծնվածը ամեն արարածներից առաջ։ Ինչի մասին է խոսքը գնում։ Օրինակ դուք ո՞նց եք մտածում իմ խելացի թանկագին եղբայրներ քույրեր ջան, ինչի մասին է խոսքը գնում։ Օրինակ Հովիվ ջան, Ես Հովիվ չեմ, Սարգսակյան եմ ընդամենը։ Եղբայր դիմեք, հա։ Վայ եղբայր, օրինակ միածինը, որ ասում է, չէ, Աստված գոյ է։ Այսինքն Հիսուս Քրիստոս ինքը նույնպես գոյ է։ Բայց գրված է մի օր սկիզբ առավ է։ Բաստված Հրես Հայտնության 3:14-ը Աստծո ստեղծագործության սկիզբը։ Բա Աստված Դե հետ եմ ասում, Քրիստոսը սկիզբն է, Հայրը երբեք սկիզբ չունեց։ Արիանոսը ճիշտ է։ Թե չէ։ Չէ։ Ինչու ոչ։ Որովհետև Հիսուս Քրիստոսը միշտ եղել է Աստծո հետ։ Ամեն շատ ճիշտ եք ասում, բայց ո՞նց կարող եք հիմնավորել։ Ով կհիմնավորի։ Թանկագիններ ջան, անցել եք երրորդությունը։ Չէ, բայց Լավ չի եթե ուրեմն։ Եթե անցել եք, կարող կապեք, եթե չէ, անիմաստ է կապելը։ Ուրեմն երբեք Հիսուսը արարված չի եղել։ Երբեք Աստվածության երկրորդ անձնավորությունը Լոգոսը ստեղծված չի եղել։ Երբեք ծնված էլ չի եղել։ Ինքը ինչպես Հայրը միշտ կար, ինքը կա եւ պիտի լինի։ Ինչպես Սուրբ Հոգին երբեք սկիզբ չունեցել, չի ունենա եւ չի ավարտվի երբեք, այն նույն ձևի Մեմրան, Լոգոսը երբեք սկիզբ չի ունեցել, ինքը երբեք չի արարվել։ Բան չի մասին է խոսքը գնում, երբ որ ասում է Աստծո ստեղծագործության սկիզբը։ Ասեմ ինչի մասին է խոսքը գնում։ Աստված ամենագետ լինելով ամենասկզբից գիտեր, որ պիտի արարի մարդը եւ մարդը անկում պիտի ունենա։ Եվ ամենասկզբից դեռ որևէ բան չստեղծված Աստված արդեն ուներ մարդու փրկության ծրագիրը, որի մեջ ընդգրկված էր Աստծո որդի գաղափարը։ Պարզ է։ Այսինքն Տիրոջ տեսիլքի մեջ որդին կար միշտ։ Տիրոջ տեսիլքի մեջ ինքը ծնված է, որովհետև մի օր այդ տեսիլքը առաջացավ եւ ծնունդ ունեցավ։ Եվ տեսեք ինչ է ասում Սաղմոսների մեջ Լոգոսը, որ պիտի այդ ծրագիրը իրականացներ։ Սաղմոս 39 ռուսերենով, գուցե 40-ը հայերենով ասում է. «Զոհ ու պատարագ դու չուզեցիր»։ Այս համարը երկու թարգմանություն ունի։ Առաջին թարգմանությունը սա է. «Դու իմ ականջը բացեցիր»։ Երկրորդ թարգմանությունը ինձ համար մարմին պատրաստեցիր։ Ես երբ պատրաստեց։ Դեռ որևէ բան արարված չէր։ Աստված արդեն իսկ ուներ մարդու ծրագրի ընթացքը եւ ուներ փրկչի կերպարը, որը ծնվել էր Հայր Աստծո ներսը, հասկանում եք, եւ Լոգոսը դա պիտի կիրառեր, իրականացներ, եւ Լոգոսը մի օր պիտի այդ մարմինը, որ ամենասկզբից պատրաստված էր, հագներ, ծնվեր երկրի վրա եւ իրականացներ այդ ծրագիրը։ Պարզ է։ Ուրեմն, որպես էակ ինքը հավիտենական է, Լոգոսն է, եւ ինչպես Հայրն է հավիտենական, այնպես է Խոսքն է հավիտենական եւ Սուրբ Հոգին է հավիտենական, բայց որպես Աստծո որդու տեսիլք ինքը ծնունդ է առնում դեռ ամենասկզբից,
դեռ ոչ մի բան չարարված։ Հասկանալի բացատրեցի թե չէ։ Պարզեր թանկագիներ։ Դրա համար, երբ որ ասում է Աստծո արարչագործության սկիզբը, խոսքը գնում է ոչ թե նրա մասին, որ լոգոսը մի օր ստեղծվել է, այլ որ որդի ծրագրի սկիզբն է դրվել մարդու փրկության համար։ Պարզ է։ Ուրեմն Սաղմոս 39 ասում է, որ մարմին պատրաստեց։ Հետ դեռ տիեզերքում է տեսիլքը, թանկագիներ ջան։ Ականջներս բացարեց, ինչի մասին բացարեց Տերը լոգոսի ականջները, որ դու պիտի գնաս մարդուն, դեռ մարդը ստեղծված չէր, փրկելու։ Եվ մի օր եւ մարդը արարեց Տերը, Ադամը եւ Եվան անկում ունեցան, եւ այդ վաղճանը գնաց մարդկության, ժամանակների լռումը երբ լռացավ, եկավ աշխարհ Աստծո որդին։ Տեսիլքը դառավ իրականություն։ Երկնքում լոգոսը երբեք դե ֆակտո որդի չի եղել, թանկագիններ ջան։ Տեսիլքը պարունակում է որդի հասկացողությունը, բայց ինքը դե ֆակտո ով էր? Աստված էր։ Խոսքը, մեղրը, պարզեն բացատրում։ Ժողովուրդ, եթե անհասկանալի է, սա բարդ պահ է, էլի, խնդրում եմ, պետք չի գլուխը ասեք։ Իսկ Աստված ով է? Աստված հավիտենական, կենթանի, աննկարագրելի, անհասկանալի եւ ընկալելի մի է։ Մենք գիտենք ուղիղ այնքան, ինչքան որ Տերը կամեցել է մեզ համար բացվի։ Դրանից ավել մենք չենք կարող հասկանալ։ Նամանավանդ անկում ունեցած մարդը այնքան սահմանափակ է, թանկագիներ, ձեր դասը քանի րոպե է տևում։ 45 թե Չէ, մի դասը քանի ժամ։ 45։ Այսինքն մենք ունենք 10 րոպե ու հանգիստ ունենք, չէ՞։ Всё, շատ լավ։ Ուրեմն դե բերեք հարցերը թողնենք ամենավերջին։ Լավ, խնդրում եմ չմոռանաք։ Ուրեմն եւս մի կարևոր ու աննկարագրելի փաստ կա, որ հենց Աստված պիտի լինի Մաշիախը։ Շատ հրեաներ ասում են, ինչ Աստված, ինչի մասին եք խոսում, Եհովայի վկաները հրեշտակ է եկե փրկելու։ Բայց Աստվածաշունչը ինքը բացահայտում է Մաշիախի ով լինելը։ Ինքը ցույց է տալի, որ այդ օծյալը, որ պիտի գա, միայն Տերն է տերերի։ Օրինակ, որտեղ ենք մենք դա կարդում, ով կհիշացնի ինձ։ 100% գիտեք։ Տեր հայտնությունը։ Չէ։ Տերած որ գրված։ Չէ, տերածը, հա, բայց դա ուրիշ նշանակություն ունի։ Որտեղից ենք մենք տեսնում, որ եկողը, աշխարհ եկող Մաշիախը, Քրիստոսը, ինքը Աստված է։ Մենք երկու տեղ ունենք դրա մասին գրված, հուշում եմ ձեզ, Եբրայեցիս առաջի գլուխ եւ Սաղմոս 44 ռուսերենով, գուցե հայերենով 45 դե։ Так, կարդամ։ Կամ ով կկարդա, բերեք հայերենով կարդանք, որ ես թարգմանեմ, աղավաղում եմ։ Բերեք Սաղմոսը կարդանք։ Սաղմոս 45-ը քո գահը ով Աստված, այդ մասից սկսեք, խնդրում եմ։ 7-ից 8-ը, բայց այնտեղ կարող է 6-ից եղնել, էլի հայերենով։ Քո գահը, ահա։ Ով Աստված, քո գահը հավիտյանս հավիտենից։ Ամեն, փառք Քո Քեզ։ թագավորության գավազանը ուղղության գավազան է։ Այո։ Դու արդարությունը սիրում ես, իսկ անօրինությունը ատում։ Դրա համար է Աստված, քո Աստվածը քեզ ուրախության յուղով օծեց, քո ընկերակիցներից ավելի։ Ամեն։ Դրա համար ով Աստված, քո Աստվածը, քեզ ուրախության յուղովը ո՞րն է։ Օծության մասին է խոսքը գնում։ Ինչ թանկագիներ, այս պահը երբ է եղել։ Այս պահը երբ որ հավիտենականության մեջ էր, երբ որ Տիրոջ տեսիլքը մարդու փրկության համար ծնվեց։ Եվ այն պիտի իրականացներ Աստվածության երկրորդ անձը, հավիտենական լոգոսը, դրա համար էլ ով Աստված, քո Աստվածը քեզ յուղով օծեց, ուրախության յուղով, ավելին, քան քո ընկերներին։
Դեռ տիեզերքում հավիտենականության մեջ մենք ունենք այս օծալի պահը, եւ սա հավիտենական Աստված է, սա ոչ մեկը չի կարող ժխտել, միայն կույր մարդը կարող է կանգնել եւ ասել, նա ով եկել էր 2000 տարի առաջ աշխարհ, հրեշտակ էր, սուպեր մարդ էր, ինչ էպիթետներ ասես կարող ենք տալ, բայց միայն Աստված չէր։ Աստծո խոսքը իրեն անվանում է հավիտենական Աստված։ Ես սա շատ մեծ գաղտնիք է, սա շատ մեծ գաղտնիք է։ Առաջի, նայեք, սա այնքան մեծ գաղտնիք է, որ հրեշտակներ իրենց սկիզբ ունենալով, բայց հավիտյան կյանք ունենալով, փորձում էին Տերոջ այս ծրագրի մեջ թափանցեին իրենց աչքերով եւ չէին կարողանում, ընկալեին, մինչեւ որ այս ծրագիրը չիրականացավ։ Առաջի Տիմոթեոս 3:16 եւ անժխտելի է մեծ Աստվածպաշտության խորհուրդը, ես ռուսերենից եմ թարգմանում։ Աստված մարմնով եկավ, բայց տեսեք, Աստվածպաշտության խորհուրդը ռուսերենում գրված է Великая благочестие тайна։ Այն ինչ որ Հիսուսը եկավ եւ իրականացրեց, իրականում մեծ գաղտնիք էր, թանկագիններ ջան։ Ամբողջ տիեզերքը չէր կարողանում ընկալել, թե ինչու են Աստծո որդուն բանը խաչին գանում եւ հայրը բան չի ձեռնարկում։ Ինչու չի աղաղակում եւ 12 կամ 50 լեգիոն հրեշտակներ չեն իջնում եւ ոչնչացնում։ Երկիրը մի հրեշտակը մի գիշերվա մեջ, ավելի ճիշտ էսպես ասեմ, մի ակնթարթում ոչնչացրեց 185,000 մարդ, մի ակնթարթում, մի հրեշտակը։ Դուք պատկերացնում եք իշնի 12 լեգիոն։ Երկիր մոլորակը կերքի ինձի բմբուլ պետք չէ երգը։ Ուղղակի ոչ մի բան էս մոլորակից չի մնա, թանկագիններ ջան։ Բայց Տերը խաչի վրա ասում էր ների իրան։ Չեն հասկանում, ների իրանց։ Հռոմեացիս 14 գլուխ այս 24-25 համարը խնդրում եմ որևէ մեկը կարդա, որովհետև ռուսերենում հետաքրքիր է, բայց ես դժվար կկարողանամ թարգմանեմ, էլի։ 14 գլուխ 24-25 այստեղ նույնպես խոսում է այս խորհրդի իրականացման մասին, թանկագիններ ջան, որ գաղտնիք էր այն ինչ որ պիտի Տերը աներ։ 24-25 բերեք, մի վարքյան, ճիշտ է, սա ձեր մոտ 16-րդ գլուխն է, ճիշտ է, հայերենում այս 16 գլխի մեջ է։ Լավ, բերեք ես կարդամ, բերեք ժամանակ չկորցնենք, ուրեմն նայեք, «Это благая весть о Христе», ռուսեն սաղեն հասկանում, Փառք Հիսուսին, ուրեմն «Это благая весть о Христе, тайна истинная», ասում է Աստծո խոսքը, «сокрытая от начала». Դրա համար այս գաղտնիքը, որ Տերը իր մեջ պահում էր, որևէ մեկը չէր կարողանում ընկալել, ինչ որ մի բան հասկանում էին, որ Աստված ձեռնարկում է, բայց ինչպես, ով եւ ինչ հզորությամբ պիտի անի, որևէ մեկը չգիտեր։ Հասկանում եք, սա մեծ գաղտնիք էր։ Քրիստոսաբանությունը գերազանց մի ուսմունք է, կոպիտ ասած, գիտություն է, որ մենք հասկանանք այս գաղտնիքի բովանդակությունը, բացահայտումը իմ եւ քո համար։ Գնանք առաջ։ Ուրեմն երկու բառով խնդրում եմ գրեք, այն տեսակետին է դեռ վերաբերվում։ Եթե Արիանոսը ճիշտ էր եւ Քրիստոսը արարչագործություն է, դա նշանակում է, որ ինքը երրորդության մաս չի եւ երրորդությունը սուտ է։ Եթե Արիանոսը ճիշտ էր։ Եթե երրորդություն կա եւ ինքը երրորդության անբաժանելի մասն է, իսկ ես 100% համոզված եմ, որ երրորդություն կա, ուրեմն ինքը երբեք չի ստեղծվել եւ հավիտենական լոգոսներ մինչեւ մարմնով գալը։ Ես ինչի եմ անդադ շեշտում մինչեւ մարմնով գալը, որովհետեւ սրանք կբացահայտեմ հեսա մի քիչ հետո ինչ նշանակությունն են։ Ուրեմն հավիտենականությունը դա Աստծո հատկանիշն է եւ այս հատկանիշը Քրիստոսը ուներ իր մեջ։ Քրիստոսը Հովհաննես 17:5-ում ասում է. «Հիմա Տեր, փառավորի ինձ Հայր, այն փառքով, որ ես քո մոտ ունեի մինչև երկիրը արարելը»։
Այսինքն երկիրը արարել են նկատի ունի տիեզերքը, ամեն ինչ քո աչքերը տեսնում են, всё, что охватывает твой взгляд, այս ամեն ինչ դու տեսնում ես արարված, ես մինչ այդ ունեի քո մոտ փառք, ասում է Հիսուսը։ Եվ Հովհաննես 8:58-ում Հիսուսը հետաքրքիր բառ է ասում։ Ասում է ճշմարիտ եմ ասում, ամեն եմ ասում, մինչև Աբրահամը կար ես կայ, այս ես կայ բառը ինքը շատ հետաքրքիր եբրայերեն բառ է, դուք սրա մասին անցել եք, սա Յահվե բառն է, սուշիհ, յուդ հեյ վավ հեյ տետրագրամատոնն է, եւ ինքը ասում է ես ետ եմ։ Այստեղ հրաները քարևերը վերցրեցին, որ Հիսուսին սպանեն, որովհետեւ ինքը բացայտ ասավ ես Յահվեն եմ։ Եվ Աբրահամը ուր էր, որ ես կայի։ Տիեզերքը ուր էր, որ ես կայի։ Այն ինչ որ քո աչքը տեսնում է կամ չի տեսնում, որտեղ էր, որ ես կայի։ Հիսուսը այս է ասում. ես միշտ կամ կայի եւ պիտի լինեմ։ Ես եմ Յահվեն։ Շատ լավ։ Ուրեմն մի վարքյան, երեխեք ոչինչ, որ 5 րոպե ձեզնից խլեմ։ Այ Աստված ջան, ես ինչ երկարանյութը։ Ուրեմն բերեք նայենք մարգարեական պահը, այն տեսիլքը իրականանալու, որի մասին ես ասում եմ։ Ուրեմն տեսիլքը, որթու մասին մենք ունենք։ Թանկագիններ ջան, ես ասացի, որ մինչև երկիր գալը նա որդի էր տեսիլքով, բայց իրականում լոգոսն էր։ Բայց որդու մասին մենք 5 կտականում մի քանի մարգարեական խոսք ունենք, որը ես ուզում եմ, որ դուք իմանաք։ Եսայա 9:6 որդի ծնվեց մեզ։ Այս մարգարեությունը մինչև 800 տարի մինչև Քրիստոսն էր ասված, եւ այս մարգարեությունը գալիս էր դեռ հավիտենականությունից, Աստծո տեսիլքը իրականանալու մասին է խոսքը գնում։ Դեռ երկնքում լոգոսն է, բայց ինքը հայտարարում է, որ որդի տնվեց ձեզ։ Կարդացել եք այդ մարգարեությունը։ Ինչ է այնտեղ գրված որդու մասին։ Մանուկ ծնվեց, չէ, բայց մանուկը հանգարց էլ գիբոր է բացվում։ Մտածել եք այդ ինչ է նշանակում։ Էլ գիբոր, գիտեք։ Հզոր Աստված։ Մանուկը էլ գիբոր է բացվում։ Հավիտենականության հայր է անվանվում։ Մանուկը, որ պիտի ծնվի մարմնով եկել է, ինքը հավիտենականության հայրը, գիտեք ինչ է նշանակում, որ ինքը մեկն է, որ այդ հավիտենականությունը իր ձեռքի մեջ ձևավորում է։ Յահվե անունը այդ է նշանակում, Էհե աշեր Էհե։ Նշանակում է ես նա եմ, ով ուզում եմ լինեմ։ Էհե աշեր Էհե։ Ինչ հասա նշանակում բառացիորեն։ Բառացիորեն նշանակում է ես եմ ձևավորում հավիտենականությունը իմ ձեռքի մեջ։ Այն կլինի այնպես, ինչպես որ ես եմ ուզում։ Բարձր է։ Եվ այլ թարգմանությունը սուշի բառն է, որ հիանալի բառ է, որ ես միշտ կայ կամ եւ պիտի լինեմ։ Այդ հայերեն ես եմ որ եմ է, բայց ռուսերեն այդ սուշի բառը հենց այդ է նշանակում։ Սուշի, այսինքն я всегда есть։ Ոչ սկիզբ ունեմ, ոչ ավարտ ունեմ, я всегда есть։ Այո, դե հենց այդ եմ կարդում, էլի Հովհաննես 8:58 համարն է։ Դա գնացինք առաջ։ Սաղմոս 2:12 այստեղ գրված է, որ որդի պիտի գա, ով որ նրան բարկացնի, վայ եկե տարել է իրան, եւ առակած 30:4 ով է բարձացել երկինք եւ իջել այնտեղից, ով է քամին իր ձեռքերի մեջ հավաքե, ով է ջուրը հագուստի պես մզել, ով է դրել երկրի սահմանները, ինչպես է նրա անունը, ինչպես է իր որդու անունը։ Այս երբ է գրվել ժողովուրդ։ Այս որ ժամանակների մասին է։ Սողոմոնը խոսում է այն, ինչ որ խոսացվել է երկնքում հավիտենականության մեջ։ Ինչպես է նրա անունը, դու ճանաչում ես իրեն, Սողոմոնը ինձ եւ քեզ է հարցնում, ճանաչում եք երեխեք։ Այո, Փառք Հիսուսին։ Շատ լավ, ուրեմն
Մենք խոսեցինք, որ ինքը հավիտենական սկիզբ ուներ եւ ինքը եկավ մարմին հագավ։ Երբ 2000 տարի առաջ, երբ որ ժամանակի լրումը եկավ, երբ որ ամեն բան համընկավ եւ ամենալավագույն ժամանակն էր, որ ինքը ծնվի։ Ռոմական կայսրությունը ամբողջ աշխարհով տարածված էր։ Ճանապարհները ամենաանտիրն էր, լեզուն մի լեզու էր, գումարը մի գումար էր։ Կայսրության օրենքները ամենտեղ գործում էին եւ ինքը եկավ եւ ծնվեց աշխարհ։ Երբ որ ինքը ծնվեց աշխարհ, թանկագիններ ջան, այդ ժամանակ ինքը բացվեց որպես Աստծո որդի։ Ղուկաս 1:30-35 ինքը կլինի շատ մեծ եւ բարձալի որդի կկոչվի։ Наречется Сыном Божьим։ Լոգոսը երբ մարմին է հագնում դեռ տիեզերքում պատրաստված եւ ծնվում է երկրի վրա, ասում է on наречется Сыном Божьим, այսինքն կկոչվի Աստծո որդի։ Եվ վերջի համարը Հռոմեացիս 1:3-4 խոսում է իր որդու մասին, որը Դավիթի սերմից է ծնվել մարմնով եւ ռուսեն ասում է открылся Сыном Божьим, այսինքն լոգոսը մարմին հագավ, ծնվեց եւ բացվեց որպես Աստծո որդի։ Հռոմեացիս 1:3-4 համարները։ Ով էր մաման? Մայրը։ Մարիամը։ Շատ հետաքրքիր է։ Սուրբ Հոգուց հղիացավ եւ ծննդաբերեց։ Ում ծննդաբերեց? Աստծո որդուն, թե Աստծուն։ Աստծուն թե որդուն։ Դե երկրորդ Մարդ կարող է Աստված ծննդաբերի։ Մի հատ էսպիսի հարց։ Մենք Մարիամին պիտի պաշտենք, թե Ոչ։ Բայց ինչի՞ չէ, եթե մի մարդ Աստծո որդուն ծննդաբերել է, բայց չարժե բան։ Քրիստոսը ունի երկու ռադասլովիա, սերնդաբանություն։ Մատթեոս ավետարան, Ղուկաս ավետարան։ Մատթեոս ավետանի սերնդաբանությունը էսե գրեք ու գնում եք հանգստանալու։ Հովսեփինն է։ Մատթեոսինը Հովսեփինն է։ Հովսեփը ինքը իրական հայրը չէր ախիտ Հիսուսի, եւ շատ հրեաներ այսօր ասում են ինքը իրական հայրը չի, բայց օրենքում այսպիսի բան կա։ Եթե մեկը ճանաչում է իրեն որպես իր որդի, հայրը ճանաչում է որևէ մեկին որպես իր որդի։ Իր ամբողջ շարժանգությունը անցնում է նրան եւ սերնդաբանությունը եւ անունը նույնպես անցնում է այդ անձնավորությանը։ Եվ Հովսեփը ճանաչելով Հիսուսին որպես իր որդի, փոխանցեց այն փաստը, որ ինքը Դավթի արմատից է, սերունդից է։ Իսկ Մարիամը արդեն այդտեղ որդեգրման խնդիր չկար։ Մարիամը ուղիղ մայրն էր։ Հրեաների մոտ ումով են ճանաչում, որ ինքը հրեա է, մայրիկով թե հայրիկով։ Արդեն մամայով, չէ։ Ինչու։ Չգիտեմ։ Լավ չի։ Չգիտեմ, որ Ինչու։ բայց մամայով են։ Ինչու։ Ով գիտի։ Որովհետև մայրն է ամենա։ Մեր մոտ է, մեր մոտ հայրը չի։ Չէ։ Չէ։ Մեր մոտ էլ է մայրը։ Բան չի չեն մեր մոտ մայրով ճանաչում։ Թանկագիններ, եթե ճանաչեն հայրիկով, Իսմայելը ունի բոլոր իրավունքները, ինչ որ ուներ Իսահակը։ Իսկ եթե մայրիկով, Իսմայելը բոլոր իրավունքներից զրկվում է։ Պարզ է։ Դրա համար Մարիամի սերնդաբանությունը շատ հզոր եւ փաստացի սերնդաբանություն է, ինչպես նաեւ Իսահակի սերնդաբանություններ։ Տերը օրհնի, գնացեք հանգստանալու։ Բայց կարելի է հատ ջուր